Կատերինա ինչ հատուկ նոմը գործ է, արբետ սերոժը, հույսերը բերել են հանացել է Եկավ աշխատելու ժամանակ։ Դա ամենակարևորը, որ մենք բան չի էլիս ենք, խելագարված չենք բան, մարդ կա ասենք, սրանից ենք ով էլ բան չի տեսնում։ Ես շատ հանգիստ հետ է բան, ինչ որ ասված կամեցավ, պարկ կամեցավ, հենց այդպես։ Իսկապես որ քաղաքական հենարան չունեք, իսկապես քաղաքական հենարան չունեք։ Այո, չգիտես, որ ես չունեմ քաղաքական հենարան։ Դա Ռոբերտ Քոչյանի հետ են կապում։ Բայց դու չգիտես, որ ես չունեմ։ Դուք ինչ ուզենաք կկապեք։ Ինչ ուզենաք կասեք, ինչ ասես ասել եք։ Ձեր խոսքից ելնելով են։ Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականությամբ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Բարձրաձայն ասում եմ եւ իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք, քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում։ Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով, ուրեմն չեմ ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ։ Հետագայում միգուցե կլինի ինչ է պատահ է, որ ասենք։ Մի ասա երբեք, երբեք մի ասա երբեք։ Առանց քաղաքական հենարանի ավականու կազմում ոնց եք աշխատել, որովհետև սա նաև քաղաքական մարմին է եւ կուսակցություններ ներկայացած։ Դե հիմա տեսնում ես, որ ասենք մենք բոլորը խմբակցությունները իրենց ձայնը որ տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք։ Մեկը կարող է մի կուսակցության պատկանելություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելություն ունենա, բայց մեր հիմքը պետք է լինի քաղաքի շահը։ Քաղաքի շահը, այո, հանգիստ համերաշխություն, խառնակցություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, ամենակարևորը դա է, հետևից մարդու հետևից դավեր չդավել, որը իմ ապրած կյանքը այդպիսին է։ Այս փուլից հետո ինչ անեն։ Ուրեմն մենք կդնենք, կքննարկենք միասին, եթե ավելի լավ ծրագիր ունեցան, ուրեմն անպայման նկատի կունենանք իրանք ծրագրերը։ Այնպես չէ, որ ասենք մենք վունդերգինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ։ Ոչ, քննարկում ենք բոլորի հետ։ Ընդու ոչ միայն տեխնազուների, ես ասեցի։ Ղուկասյան, ասում են դուք հավատացյալ մարդ, կոնկուրսով ո՞նց եք առաջադրվել։ Ուրեմն հավատացյալ մարդը կոնկուրսով ո՞նց եմ առաջադրվել, ասում եմ։ Հիմա կոնկուրսը այն առաջվա Լենինի ծրագրով չի առաջնորդում, որ քանդել եկեղեցիները, հավատքը սուտ է, այս կողմ են կողմ։ Իրանք այդպես չեն մտածում։ Եթե այդպես մտածեին, միանշանակ իրենց հետ քայլ չէի անի ես։ Իրանք գնում են եկեղեցի, մկրտվում են, ժամերկություն, աղոտ, հավատացյալ մարդու պես ապրում են։ Եվ դա շատ դրական է։ Այո։ Ընտրություններից հետո Միքայել Սրբազանը հանդես էր եկել ձեզ եւ Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու օրակարգով, Մարտուն Գրիգորյանը հանդիպեց Միքայել Սրբազանի հետ, բայց դուք այդպես էլ չգնացիք, ի՞նչն էր պատճառը։ Ինչ եղել, ում հաշտեցնեն, ով պիտի հաշտեցնի։ Ձեզ եւ Մարտուն Ով էր ուզում ինձ հաշտեցնել, ինչ կա։ Ուրեմն, լավ, հիմա, ուրեմն այս հարցին պատասխանեմ, հետո կշարունակենք։ Ճիշտ ասած հաշտեցնելու ոչ մի բան չկա։ Ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ մեկի հետ բան չեմ, ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ։ Իմ պրոբլեմը այլտեղ է։ Հասկացա՞ր ադրբեջանցիներն։ Փաշինյանի հետ Նա խոսեմ կասեմ։